Բարև ձեզ։ Լավ, բարև ձեզ։ Մենք խոսում ենք այսօր հետաքրքիր մի հատ ֆիլմ, որը տղեկը ներկայացնելու են ֆիլմի տեսանկյունից, իսկ ես ներկայացնելու եմ գրքի տեսանկյունից։ Իմ սիրած գրողներից մեկն է այդ ֆիլմի հեղինակը, որը մի քիչ հետո կասեմ, այնպես որ մենք սկսում ենք մեր հաղորդումը Так и запишем. Բայցովսկի կլուբից։ Больной ублюдок. Սա թե բանը։ Ոնց կարելի է Չակ Պալանիկին սիրել։ Ոնց կարելի է Չակ Պալանիկին չսիրել։ Ես քիշկին եմ կարդացել Չակ Պալանիկի, ինձ այսքան հերիք է։ Եթե դու կարդայր Survivor-ը, выживший։ Ինչ որ ձև կխոսել։ Fair enough. Բայցովսկի կլուբ. Fight Club. Չակ Պալանիկ։ Քանի կերպար կա մեջ։ Ժամանակակից կենթանի գրող։ Քանի կերպար կա մեջ։ Մի հիմնական կերպար рассказчика. Всё։ Всё։ Всё, ստեցություն բոլորին լավ եղեք, հաջողություն։ Այսքանով ցույցքին Սաբզորը։ Ով էր ուզում Չակ Պալանիկի։ Ով էր ուզում Բայցովսկի կլուբը խոսեր, բացեր։ Բայցովսկի կլուբը իրականում ընտրել էին իմ կանալի հետևորդները, ճիշտ է։ երբ որ ես ապրոս էի դրել, սիրելիներս, ես ապրոս էի դրել, ինձ կներեք, ես առաջարկել էի ընտրել ֆիլմեր, թե որից սկսենք մեր պոդքասթը, դուք ընտրել եք Բայցովսկի կլուբ, բայց մենք սկսել էինք Ձյունայից։ Այնպես որ, որպեսզի ինձ չհայրեքս խարույկի մեջ, մենք որոշեցինք անպայման անդրադառնանք այդ ֆիլմին, Fight Club։ Հայերեն ոնց է թարգմանվում։ Ну կոնկրետ լոկալիզացիա ո՞նց է հայերեն։ Կռվի կլուբ է։ Մարտական ակում։ Մարտական ակում։ Մարտերի Հետաքրքիր ես բան եմ, փաստ եմ ուզում ասեմ, մտերից սկսենք։ Ինքը այն ֆիլմերից է, Մարտի։ մի հատ հետաքրքիր փաստ եմ ուզում ասեմ, մտերից սկսենք։ Fight Club-ը նկարահանվել է 1900, ոչ թե նկարահանվել է, թողարկվել է 1999 թվին, որը շատ կինոգետներ ու ֆանատներ կինոյի, կինոմաններ համարում են պատմության մեջ լավագույն տարեթիվը։ Նույնիսկ տես գիրք կա, Լուչի Գոտֆ կինո, 1999։ Ու որ մենք նայում ենք մեծ հաշվով 1999 թվականի բոլոր ֆիլմերը, ինչ որ չափով իրար կապված են թեմատիկ։ Այսինքն ինչի մասին է Fight Club-ը։ Ռուտինայից դուրս գալու փորձի մասին, չէ՞։ Ինչ որ սիստեմայի մեջից դուրս գալու փորձի մասին։ Նույնը կարանք մենք ասենք մատրիցայի մասին։ Հո։ Առաջի։ Նույնը կարանք ասենք ամերիկանская красота-ի մասին, American Beauty։ Հա։ Նույնը կարանք ասենք օֆիսное пространство-ի մասին։ Առողջություն։ Այդքան էլ ճիշտ։ Այգոս Իվանն։ Այդ էր փաստը։ Խոսքը փոխանցենք Էրնեստին։ 94 թվին է եղել լավագույն տարին կինոների համար։ Ոչ։ 25 թիվը եղել է վատագույն տարին կինոների համար։ Եղելա թե կա։ Դելա սերկայ մարդ դու ասում։ Չէ, դա դիմաչկա էլ որ ասես էլի։ Վախ։ Ինչի՞ց խոսանք Fight Club-ի մասին։ Էլենա բանեմ կարները որ մեծ նկարվել, անենց շատ լավ ամենալավ վախն է եղել։ Ինչ։ Ասա։ Ես կուզեմ Չէ, բայց ախպեր, լսում, կարաս չէ դու այդ մի հատ կադրը պատկերացրա էլի։ Մի հատ այդ կադրը պատկերացնում ես, չէ։ Բալկոնն է։ Բալկոնը։ Ներքևից նայում է։ Ներքևից։ Ո՞վ։ Ոնց։ Ո՞վ է ներքևից նայում։ Ինքը։ Ո՞վ ախպեր։ Բալկոնը ներքևից նայում է ու գգմբ։ Տա 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 տարարարա։ Չէ։ Pixies։ Ադե լավ էլի։ Չէ, Բրեդ Պիտի են ջարդած ատամը։ Բալկոնը ներքևից նայում է ո՞րն է։ Չես տեսե ֆիլմը։ Ախպեր ռասկաշիկը Մարլ Սինգերի ձեռը բռնած։ Մենք ռասկաշիկ չենք խոսում։ Բա։ Մենք խոսում ենք Բայցովսկի կլուբ։ Բայցովսկի կլուբի հերոսի անունը ի՞նչ է։ Չկա այդ անունը։ Իրան ասում են ռասկաշիկ։ Խենք ռասկաշիկ։ Ֆիլմը որտեվ իր Կարնելիուս։ անից է այդում։ Կարնելիուս։
Давай, Корнелиус. Ну, поплачь. Իրը ինչ կարնելի։ Մնդիկ մի կարնելուս։ Դու հիմա Brad Pitt-ի մասին ես խոսում, թե Էդվարդ Նորտոնի։ Norton-ի։ Թե Հելենա Բոնեմ Պերսոնաժի Կարտերի։ Персонажի անունը рассказчик, а даже տիտրերում է գրած рассказчик։ Նորտոն։ Это рассказчик։ Լավ, մի հատ սարանքը թռնենք։ Ինչ է ես ուզում ասել։ Ես ուզում եմ լսեմ Հայկին, թե ինչով է տարբերվում ֆիլմը գրքից։ Ես գիրքը չեմ կարդացել։ Բայց գիտեմ, որ ինքը ունի շարունակություն գրաֆիչկի ռոմանի տեսքով։ Հա? Կապես բան։ Կապի, գնաց։ Այդ չեմ կարող ասել։ Ես կյանքում չեմ կարող գիրք ու ֆիլմ Ախպեր, ես Սկսեմ շատ ասել։ լսել եմ, որ ֆիլմը 1000 անգամ ավելի լավն է, քան գիրքը։ Դու կարդացած մարդ էլ ինձ ասա, ինչքանով է ճիշտ էկրանիզացված։ Ինչքանով է Ֆինչերը հասկացել Պալանիկի միտքը։ Ֆինչերը որպես նորմալ ռեժիսոր տարել է իր ուղին։ Դա լավ է, ու դրա մասին բան չկա ասելու։ Պրոստը ստեղ Չակ Պալանիկը որպես գրող քննարկարա։ Պրոստ Չակ Պալանիկը որպես գրող ինքը տարիս է քեզ ավելի մեծ բազա երևակայելու, որ ես հիմա չեմ կարող այդպես ասեմ, գյուտեցի, որտեղ լյուբովի գրականություն տենց է։ Ու դու շատ հիմա նուրբ ու բարդ թեմա ես ինձ տալի, որ ինչով են իրանք տարբերություն ունենում։ Չես կարա դու դնես ու ասես, որ ֆիլմը երբևէ կարա գրքից լավ լինի։ Խե։ Որովհետև հիմքը գիրքն է։ Ու ինքը դուրս չի եկել սանդղակներից գրքի։ Ինքը պրոստը փրթել է ու դրել է այն իր ուզած ձևաչափի մեջ, որը որ ինքը դրել է։ Իսկ ինչքանով է ստացվել Ֆինչերի մոտ։ Ֆինչերի մոտ ստացվել է Պալանիկի հրաշալի ներկայացնել պատմությունը, հրաշալի իրան պտտել, տանել, ոչմ էմոցիաները կառուցել, շատ լավ է Բրեդ Պիտը իրան դրսևորում, ասեմ ավելին ինքը շատ ավելի յուրահատուկ է իրան դրսևորում, քան շատ ուրիշ ֆիլմերում, որ ինքը իրան դրսևորում է, որը չեմ կարող ասեմ Նորտոն, չէ՞ աններ։ Նորտոնի մասին։ Էդվարդ Նորտոն։ Էդվարդ Նորտոնը իմ սիրած դերասաններից մեկն է, որ շատ տեղեր տարբեր է։ Չես կարող ասես, որ ինքը Բայցովսկի կլուբում յուրահատուկ էր, որովհետև ինքը շատ տեղեր է յուրահատուկ։ Բայց Բրեդ Պիտը շատ տեղեր նմանատիպ է ինքն իրան։ Այստե ինքը կարացել էր սարքել իրան այդ պես բաշանի տիպը։ Բայց տեղ մենք տեսնում ենք Բրեդ Պիտին, մենք տեսնում ենք Նորտոնին, տեսնում ենք այդ ամբողջ պատմությունը, մենք չենք երևակայում։ Իսկ Չակ Պալանիկը այն տիպի դերսկի գրող է, որ ինքը ինձ դզում է նրանով, որ ոնց ուզում, տենց արտահայտվում է։ Ու ինքը չլիներ, չէր լինի այդ պատմությունը։ Դե հա։ Ու դու որ ասում ես, որ իրեն չես հավանում, հա, ինքը շատ դերսկի է, ինքն է, որ գրել է պատմություն մի պորնկու մասին, որին սաղ գիշեր 100 հոգի, տոլ 200 հոգի Պորնիկուհի։ Պորնիկ։ Պորնիկուհի։ Պորնիկը տղամարդ է չեմ ճանաչում։ Չակ Պալանիկից ելնելով ինքը կարար նաև տղուվերով Հա, գրել։ դա ես գիտեմ, այդ գիրքը ես առել էի մեկի համար նվեր։ Դες թեթև Ու սա պատմությունը զարգացնում է ինքը նրանով, որ տղիկ պատմություններ են պատմում սենյակի այն կողմում։ Բամբասողների մասին։ Ոնց է կոչվում այդ գիրքը։ Պորնիկուհի։ Նա չեմ։ Ես ուզում հիշեմ չեմ կարող։ Այդ անուններ է դնում ինքը։ Հա։ Որ տենց ուզում եմ ասեմ, որ իրա ուցիլևշին, ռասուշ խոսում իրա ուցիլևշին իմ մոտ տոպ գրականության մեջ է, սա անընդհատ իրանք կարդում։ Հա։ Ուցիլևշին ներկայացնում ինչ պատմություն է, Boeing-ով տղեն գնում է ու սև արկղին պատմում է իրա պատմությունը, մինչև որ սամալյոտի վառելիքը բրծնի ու ինքը ընկնի։
ու տենց է սկսում ասում, 1 Մենակ 1 ինքն է 2 սամոլոտի 1 մեջ։ 2 3 մենակ ինքն է սաղին գցել է։ Հա։ Այսինքն ոչ մեկ չի եղել սամոլոտում, մենակ պիլոտին պարաշուտով բան արել, բացա թողել։ Հա։ Ու տենց այդում ու չորնի ящикին պատմում է իր պատմությունը։ Ու ինչքան աննորմալ բան կա ինքը արել է։ Այն որ ինքը գրել էր թերթում հայտարարություն ու իրան զանգում էին ու ինքնասպանությունից առաջ ու ինքը ասում էր որ ողջունում է դա ու թույլ է տալիս իրեն որ գնա մեռնի, այսինքն զանգում ասում էր իմ կյանքը վատն է, ասում էր բայց չի էլ կարա քո կյանքը լավ լինի։ Կանի, բայց ինքը ինչու՞ որ են իրեն զանգում։ Որտեվ հայտարարություն էր տվել ու իր հայտարարությունը դրվել էր ինչ որ մի հատ Հա, տեղում։ տիպը եթե ուզում ես ինքնասպանել զանգի։ Չէ, տենց չէր։ Բա։ Պրոստը հիմա կոնկրետ չեմ հիշում, Հա, լավ, որ պատկերացրի։ 100% ինֆորմացիա, ինչ ասեմ, կարող սուտ լինի, էլի։ Բայց զանգում էին ու իրան սկսել էր դզել այդ զանգերը։ Ու ինքը հայտարարություն թարմացնում էր։ Հա։ Ու իրան դզում էր այդ զանգեր ու Լիստում էր զանգում։ դրել այդ Ամենահետաքրքիրը որ ով մեռնում էր, դրանց թաղման էթում էր։ Օհ։ Էտոքում հավանում է մի աղջկա ու աղբերը մահանում է ու իրան զանգում աղբերը ու տենց ոնց որ պատմություն է պատմում։ Ու մի հատ էլ ներկայացնում եմ կարևորը այդ կարակելու պահին հեռախոսը մի քիչ հեռու պահես որ ականջը չխլանա։ Այսպես Պալանիկն է։ ինձ Բայց այդ տեսակ մտածողությունը ահա որա դուրեկի որ ինքը խոսում է մարդկային էմոցիաներից ելնելով։ Okay, երևի մի հատ էլ փորձեմ։ Մի հատ էլ շանս տամ ինձ կարդալ Պալանիկ։ Եթե դու ուզում ես կարդա Survivor-ը, քեզի ահա որ կտանի կոնկրետ։ Երևակայությունն էլ ահա որ կբացի։ Okay, վերադառնալու Բայցովսկի կլուբին։ Որն է քո ամենասիրած տեսարանը Էրնեստ ֆիլմում։ Ջարեդ Լետոին որ Սամասուդ են անում։ Ոյ։ Ամենասիրածս տեսարներից մեկը է։ Անգելոչկի անը։ Angel Face։ Չեմ հիշում անունը ինչ էր, ամենասիրածս տեսարանը է դա որ Ջարեդ Լետոին Սամասուդ է անում ու To breathe smoke. Իա Սամասուդ անում, որովհետև սկսում է ինչ որ խանդա ինչ որ մեջ առաջանում, դե ուշադրության պակաս է իր մոտ, այտենց պահ կա, չէ։ Մեկ դա էր ամենա տպավորվող, չէ՞, սաղ կադրերն է ամենատպավորվողը այդ կինոյում։ Հիմա ասենց խոսում ենք, սաղ ասենց հերթականությամբ ասենց գալիս է կադրը։ Մեկ դա էր ամենալավ տեսարանը իմ համար։ Մեկ այն որ իրանց մոտ վնիշտատնի բաներ էին, չէ, բայցներ էին, չէ, գալի ամենասկզբում։ Ամենաառաջի կերպարը որ գալիս է, հիշես որ ասում է պետքա Բրեդ Պիտի կերպար ասում է դու մի շաբաթ պետք է կանգնես այդտեղ, չպետք է հաց ուտես, չպետք է ջուր խմես, չպետք է լողանաս, ինչ որ այդպես բաներ է, չէ, ասում էս բաները կանես, որ քեզ Բայցովսկի կլուբ վեկ ալենք։ Ինքը տան դռան դեմը կանգնած է մնում։ Չէ, տես չի։ Ինչ որ տեքստեր էր ասում Բրեդ Պիտը։ Գալիս է, ասում է գնաս տից։ Հան չի գնում։ Չէ, գնում է։ Հետո ինքը դուրս է գալի, ասում է որ մի գնա, էսի սենց ասում որ քեզի փորձի։ Մենք այդ կադրը խոսքով ամեն ինչով կդնենք իմ խոսքից հետո ստեղ։ Հա։ Bad news, friend. It's not gonna happen. Sorry if there's a misunderstanding. It's not the end of the world. Just go away. Go. Because you were trespassing, and I will have to call the police. Don't you look at me. Do you think you're ever getting in this house? You're never getting in this fucking house. Never. Բրեդ Պիտ ասում է գնա, այն բանը նորցն գալի ասում է մնա։ Բայց վիդեոյի որ ստացվի ոնց որ ինքը գասի, գնաս տես բան, հենց գնա ինքը հետևից գալի ասում է, «Չէ, մնա, ձևն է տենց»։ Ինձ շատ է դուր եկել։ Ես շատ եմ օգտվել այդ կինոյից, անձնական ինչ որ սցենարների բաների համար, раздвоение личности alter ego-ի կապված։ Ինքը ամենալավ օրինակն է
որ դու կարաս իրանից օգտվես։ Չէ, ասեմ, լավ օրինակ։ Լավ օրինակներից մեկն է ինքը, որ դու Լավ կարաս օրինակներից մեկն է, շիզիկ մարդկանց մասին ինչ որ բան ուզենաս որ դու գրես, ամենալավ վերսիաներից մեկն է որ կարաս օգտվես կինոից։ Դա alter ego-ն տեսարան կա է, որ ինքը Մարլային շուշուտ տենում է տարբեր տեղեր։ Հա։ Իրանք հենց ծանոթ չեն։ Այն սիգարետ դանդաղ որ։ Հա, այդ կադրը, որ ամեն տեղ տենց մնացել է, լիքը տեղ շրջանառվում է այդ կադրը իր ծխելու բանի ակնոցով։ Բայց գացես այդ կադրը ինչքան է նման մալեն է կադրին հայտնի։ Իրանք քանի տարվա տարբերություն է իրանց մեջ։ Շատ։ 96 թիվ էր ոնց որ թե չէ։ 99 թիվ։ Բանը Մալենան 96 չէ։ Կարող է սխալվենք կգրվի հիմա այստեղ։ Ու առհասարակ մենք Սակ ջան, Էդո ջան, Գուգջան, ես տակը կգրե։ առհասարակ մենք ինչ թվեր ու կինոներ որ կասենք, եթե սխալվենք, մենք պոստերը կդնենք մեր աջ կամ ձախ կողմերում, կամ կդնենք ներքևի հատվածում, Որն էլ մոռանում եք դուք կոմենտներում մեզ։ Հա, մենք կարանք սխալվենք, մենք էլ ենք մարդ։ Դու կարող ես։ Ինչ։ Դու կարող ես։ Կարող է։ Իսկ հայկը չէ։ Մարդ։ Հայկը սրբություն է։ Так, Բայցովսկի կլուբ։ Իմ համար եկավ կանգնա մի հատ sense ձևի միտք, երևի 7-րդ, 8-րդ անգամ նայելուց հետո, որ այնտեղ չկա Մարլա, նաև այնտեղ չկա Բրեդ Պիտ ու կերպարների մեծ մասը գոյություն չունեն։ Իսկ Բոբը։ Այ Բոբի հարցն է շատ մեծ հարց։ Բոբի պահը շատ մեծ հարց է։ Որ Ես կա Բոբին խորացել։ այն տեսանը հիշում ես որ Բոբը մահանում է։ Ну, սպանում են թե մահանում է, չեմ հիշում։ Նա կռիվա չէ տալի Բոբի համար, Էդվարդ Նորտոնի կերպարը։ Այս մարդը իրան սպանել են, ինչ է խոսում, ինչ է անում, չգիտեմ, ինչ որ պահ չեղավ քո մոտ հարց, որ ինչի ոչ մեկ բանատեղ չի դնում Նորտոնի ասածը։ Իմ մոտ այդ հարցը եղավ, բայց ես մինչև այսօր չունեմ այդ պատասխանը։ Ես կան չեմ խորացել իրականում։ His name is Robert Paulson. His name is Robert Paulson. Come on, guys, His please, name stop it. is Robert Paulson. His name is Robert Paulson. Այդ պատկերացրու ես այնքան եմ խորացել, որ Մարլան դաժե գոյություն չունի ու ամենավերջի տեսանը, երբ որ Մարլան ու այդ խոսածո դիկտորն է մնում, դիկտոր ոնց ասացիր։ Ռասկաշիկն է մնում, Նորտոնի կերպարը։ Այսինքն ինքը մենակ ընդունում է Մարլային։ Պրիտոմ, որ սաղ կինոյի ընթացքում փախել է անդադ Մարլայից։ Ինքը իր alter ego-ից է փախել, հետո ընդունել է իրան։ Տավ ձևաչափը։ Շատ ուժեղ բան է։ Իսկ երբ է Բրեդ Պիտը հայտնվում։ Իսկ այդ ֆիքսել եք։ Իր ամենածանր շրջանում։ Ամենածանր, որ ինքը բանա չէ, կոմանդիրովկա է թռնում։ Կոմանդիրովկի ժամանակ ինքը ծանոթանում է մի մարդու հետ, որ պրոստը ծանոթանում է իր հետ սամալյոտի մեջ, ով որ ուղղակիորեն դառնալու է իր փրկողը։ Այ լավ բան ասիր, փրկողը։ Շատ ուժեղ բան ասիր։ Ես հենց նոր հասկացա, որ այդ բանի մեջ, ֆիլմի մեջ դրած է թեկուս գրքի մեջ, գրքից երևի ավելի շատ, դրած է Կարլ Յունգի, Կարլ էր Յունգի անունը։ Դրած է Կարլ Յունգի փիլիսոփայությունը։ Теневая сторона человека։ Որ խորանում ես, որ ուսումնասիրում ես ինչ է ասում Յունգը, ասում է որ ամեն մեկից մեջ կա երկու լիչնես, մեկը կոչվում է պերսոնա, այդ այնա, որը մենք ցուցադրում ենք հասարակությանը, ու կա ստվերային, տենևայա, չէ՞։ Դա որ գիտեք մենք։ Ինչը որ են իսկական մաքուր մենք ենք։ Այսինքն այդ տենևայա ստարանան, էդի բանն է, Tyler Jordan-ն է։ Կամ ավելի նոր օրինակ որ բերեմ, էդի բանն է։ Մռակը, այս թազա Thunderbolts գրամավերսի ֆիլմում։ New Avengers, spoil։ New Avengers-ը մռակն է։ Լիքը տես բաներ կա, էդի նույն
Mr. Hyden-ը, Dr. Jekyll-ի։ Ճոգմես այստեղ էլ Tyler Jordan-ը ինքը ծինվա ստարանանա Edward Norton-ը պերսոնա։ Ու Carl Jung-ը ինչ է ասում, որ մեզ կարա փրկի մենակ մեր ծինվա ստարանան ընդունելը։ Ինքը վերջում Marlin իմ տեսլականն է, դա ես չգիտեմ 100% Այդ բառը ոնց է դու։ Այո, դա իմ տեսլականն է եւ վերջ։ Չէ, իրոք, ես մտածում եմ Marlin ինքը всё-таки ընդունում այդքան փախնելուց հետո։ Դա մը շատ հետաքրքիր բան դու ասիր, որ ծանոթանալի մարդու հետ, ով իրան հետագայում փրկելու է։ Բայց ինքը Marlin-ը չէ признат գալի, որ ասում է я тебя встретил самый Неожиданный момент, что-то բան ասում չեմ։ Իմ կյանքի, որ ասում է, ես քեզ հանդիպեցի իմ կյանքի ամենատարօրինակ շրջանում։ Հա։ Ինքը Marlin-ը է признат գալի, բայց ինքը չի հասկանում, որ Tyler-ն է այդ մարդը իրականում։ Դե ոնց ալն Marlin-ը ասում է Tyler-ն ես։ Չէ, ինչ որ պախը գալիս ոնց։ Tyler-ն ես։ Հա։ Այնտեղ հեռախոսով խոսալու տեսարան կա։ Ճիշտ է։ Այնտեղ իրար հետ լնելու տեսարան կա, հիշում ես։ Հա։ Brad Pitt-ն ու Marlon իրար հետ։ Ահա։ Վերենա Bohem Carter-ը։ Շատ կայֆ կա դրա։ Շատ լավ է 3D-ը, кстати, սաղ։ 3D-ով հավաք, ինչ կանով ես հիշում եմ։ Опять фильме 3D-ն ինձ սպանն է просто, շատ բոմբ է։ Բեսաբանի մասին են բարի դեմի պահը հեսա դրա մասով էլ կասեմ այդ տեսարանը որ եղավ այդ 3D-ով իրանք իրար հետ ձուլվեցին մի քիչ ուրիշ ռակուրսով նայի օրինակի համար դա կարային չէ նկարային ժիվոյի այսինքն կամերեքով իրանք 3D են արել նո չէ մուլտիաշնի վիճակներ է չէ ուրիշ տեսանկյունով նայի դա ու կպի այդ ուրիշ տեսանկյունին կծրա այնի մասածը որ Marlon-ն էլ իրականություն չէր որ իրանք իրար ինչ անում իրականում ինքը օքեյ Են ոնց է այսինքն ստացվում է իրանք երկուսով հետ արի օքեյ հետ եկար բայց այնց է ստացվում որ եթե Marlon գոյություն չունի սկսում է որ Edward Norton ախպեր ինքը իր մեջ երկու հոգի իդեալ է ստեղծել մեկին տղա մեկին աղջիկ իրանք իրար հետ Ինչել մոմա պահում Ինքը պատմությունը այն ձև Հայկը ներքևը բանը մոմա պահում բարձը սենց Հերիկա բարձը գժվացիկ Բայց ինքն է վերևում այդ սաղ մտքերի մեջ այդ ձենը ինքն է իրան իրականում երկուսն է գոյություն չունեն էլի այսինքն քո տեսլականով Ինչա լինում հետո Marlon իջնում է ներքև իրանա տենում կուխնյայում Ինչ որ էշ հարց է տալի Norton-ը իրան են լսում ինչ ես խոսում Այսինքն ինչ որ Չտը մի բան նիտո է Anything about last night. What? Fuck you. Բռնից չէ իմ ասած իմ Ես բռնեցի քո ասած Edward Norton-ն էլ բռնեց Ինքն է բռնեց Edward Norton-ը չէին մտածել Բայց բռնեց Բռնել է ինչ-որ մի բան Ապա 3D որ ասիր ես հիշեցի այն բանի տան Python-ի տեսանը Չէ, վերջը չէ Այն որ Edward Norton-ի տունը տարակում է Հա Օրեն որ սա բանը Հա բնակարանը որ կամերան այդ բաների միջով էթում է օպերատիվ բոմբ է հավաքածել ասա 99 թվական 99 թվականին տենց բոմբ 3D բան են արել Ես կարամ ասեմ Spider-Man 2002 թիվ Դե Spider-Man 2002 թիվը ինքը ավելի շատ պրակտիկ էֆեկտներ էր Խի մենակ էդի Spider-Man երկրորդի մեջ չես հիշում որ Սիչակ բակը օտմեջով թռնում է կամերան ատիես դանում եկել դուրս է գալի Octavius-ի ակնասից Օրեցին տիտուն վարասեմ Մի հատ այդ գրաֆիկան հիշի ու հիշի Thor 4-ի մեջ բանի Heimdall-ի տղու կադրը Այն գլուխը թռնում Յախ Հիշեցիր Всё հա Ապա Տներով Всё չես ուզում էլ Ապա չէ բայց 99 թվին տենց ուժեղ CGI դա CGI է դա VFX չէ բնականի Python-ը CGI է Matrix-ի մեջ ինչքան դες գրաֆիկա կա Ճիշտ է հիմիկվա օրոք որ նայում ես զգում ես մի քիչ նիտո է բայց այն վաղվա համար Միշնանիտո
Մեսին։ Այն վաղ հենց էդ էր 99 թվին ոչ մեկ չէր կարող ասել տոյա կամ նիտոյա։ Որտեվ այդ վաղ բում Այնպես էր։ լավ եք մտել խոր հոգեբանական Ես կարամ նորից ֆիլմի տանեմ մեջ։ այդ կողմ։ ու դուրս եկաք մտակ անկապ։ Չէ, ես կարամ տանեմ նորից այդ չի։ կողմ։ Կարաս ասես օրինակի համար ինչի էր Նորտոնի կերպարը Մարլային կոնկրետ շատ դետալի ներկայացնում սկզբում, որպես վատ կերպար, ու ինչից հետո է Մարլան կապնվում իր հետ։ Ինչ հետո կապվում։ Ես Չկա այդ պահը։ Գոյություն չունի այդ պահը։ Որ պայից սկսած է Մարլան իր հետ սկսում մոտիկություն անել։ Իրանք իրար հետ ստիկովկա չեն ունեցել։ Շատ կտրուկ անցում է։ Դա Բոբի տեսարանը, Բոբը որտեղից եկավ հայտնվավ։ Ոնց չէ, Բոբի տեսանը շուտ է, Բոբի տեսանը Բոբին ինքը ասում է արի։ Հա? Բոբին ինքը ասում է արի։ Չէ, դեպի ամենքը մեկին գրկեր։ Նայեք, այդ անանիմնի կլուբում նենց էր, որ ամեն մեկը մի զույգ դինտրի, եթե փաթաթվի։ Okay։ Ու Բոբը գալիս է, ռասկաշիկին քաշում է, գրկում է։ Ահա։ Ոնց է մտնում Բայցովսկի կլուբ։ Ո՞վ։ Բոբը։ Չի մտնում Բոբը Բայսովսկի կլուբ։ Ոչ չի մտնում։ Մտնում է։ Մտնում է։ Okay։ Ոնց է մտնում։ Ոնց է մտնում։ Ոնց է մտնում։ Ոնց է մտնում հայք։ Բոբին չէին տփում։ Չէ, ջարդ Բոբը գալիս է, որովհետև կռվի մեջ է մտնում։ Ա Այն Բոբը որ ջուրը փչու, Բոբը երկրորդն որ է։ ասում պետք է ամեն ինչ անեք, որ ձեր հետ կռվի մեջ մտնեն ու դու պետք է թողեք, որ ձեզ ծեծեն։ որ տեսան ես ասում։ Բոբը մտնում է կռվի մեջ, թողում է, որ ծեծեն, ոգևորվում է ու ասում է կարեք իրեն հրավիրեք։ Այդ պատվալում։ Զադանյա որ տալիս է։ Օ, բանի Բայց տեքստը դու ինչ ես կհիշեք։ ասում, դու ասա։ Ես բանի մասով էի ասում որ Բոբի։ որ պայից սկսած է Բոբը հայտնվում այնտեղ ինչից ելնելով։ Այդ եմ պատմում։ Կլուբում։ Հա, Այդ տեսարանը չէ։ Ֆիքսը։ չէ։ Մատ նայեք թարմացրեք։ Այդ ոնց որ այդ տեսարանը նախ։ Պրոստը մորսից վստահ ասացիք, ես սկսեցի հասկացել։ Այնտեղ ոչ մեկի գալը, կոնկրետ մարդկանց գալը ոչ մի ձև չի արդարացվում։ Ով որտեղից է լսե։ Կոնկրետ։ Չնայած բայց ես իմ հարցի պատասխանը տալիս եմ, բայց Բոբը մեկը հարց է մնում։ Իրանք իրար հետ, հիշում ես որ ասեցի նոր քիչ առաջ, ասի կլուբի հետևի պահի մասին կասեմ։ Այդ Ցիպոշկեն կպնում է հիմա։ Կլուբում, երբ որ այնտեղ ամենակինոյի վերջում երկու կադրա չի ավելանում։ Ինքը Բրեդ Պիտի է ու ինքը մենակ։ Ահա։ Կստացի դա շատ բան է, իդենտիչնի նկարել են իրենք նույն բանը։ Երկու անգամ դուբլով։ Մեկը Բրեդ Պիտի է, մեկը չէ։ Ու մեջը բոցել կա որ Բրեդ Պիտը ասում է խփի ինձ։ Նորտոնը իրականում խփում է ականջին Բրեդ Պիտի։ Ճիշտ է։ Իրականում Բրեդ Պիտի խփում ու իրական էմոցիաներ է Բրեդ Պիտը։ Չէր կարա ուրիշտեղ խփեիր։ Պետք է մնացել է կինո։ Վիկտոր իրականում ասում կներես չի ուզում հենց այդտեղ խփեի։ You just want me to hit you. Come on, hit me before I lose my nerve. Motherfucker! You hit me in the ear! Well, Jesus, I'm sorry. Ow! Christ! Այդտեղից հետո ինչ է ալնում։ Իրանք որոշում են որ Բրեդ Պիտի կերպար առաջարկում, ասում է դավայ կապնենք իրար հետ։ Խփում են, խփոցի ալնում, չէ։ Իրանք սկսում են իրար ծեծել ու դա ադատ է դառնում։ Ամեն անգամ իրանք ինչ որ X գործերից հետո գնում են կլուբից դուրս, կլուբա բառը ինչ որ տեղից դուրս, այդ հետևի մասում, սկսում են իրար ծեծել։ Ծեծում են, մարդիկ են ավելանում, սկսում են նայել։ Այնքան են շատանում, որ այդ պահը չեմ հիշում հստակ։ Չէ՞ որ պահից հետո իրանք հայտնում են պատվալում։ Ու կլուբը մեծանում էր իրանք։ Կլուբը մեծանում է, որովհետև օրենք էին հանում, որ ոչ մեկին չասեք կլուբի մասին։ Հա։ Հետո ինքը նույն Բրեդ Պիտը ասում է, ես օրենքներ էի հանել բոլորին։ Ու ասում է, որ կարող ենք, որ ոչ մեկին չասել կլուբի մասին, բայց մարդիկ շատանում են, ուրեմն ինչ որ մեկը խախտել է այդ օրենքը։ Հա։ Ես բան չեմ հիշում, բայց լավ։ Ես հիշում եմ։ Հիշում, լավ բան։ Չէ, օրենքը հիշում եմ, բայց այդ խախտելու պահը չեմ հիշում։ Մի հատ հիմա ռեկլամնայա պաուզա։ Բայցովսկի կլուբի առաջի օրենքներ ոչ մեկի չասել Բայցովսկի կլուբի մասին։ Իսկ մեր ոդկասթի առաջի օրենքը որն է, բոլորին ասել մեր ոդկասթի մասին։ Իսկ որն է մեր ոդկասթի երկրորդ օրենքը, Կալակոլչիկը սխմելը։ բոլորին ասել մեր ոդկասթի մասին։ Ու բարենորդագրվել։ Էս հետ եկավ։
Պաուզա չի։ Չենք ավարտում։ Շարունակի։ Շատ ուժեղ էր։ Շատ ուժեղ պաուզա տվեց։ Շարունակ։ Նա, բայց խին վրա եկակ։ Դու եք խոսում ուտը։ Հա, դե բայց պրոստը որ թեման շեղվում է, հետո դժվար է այդ թեման վերականգնել։ Այս խոսը։ Կլուբի մասին մարդիկ էին իմանում, շատացել Մարդիկ էին։ իմանում էին։ Ոնց էին շատացել, ով էր պալի տանողը, ով էր կռիսը։ Չխառն էր էդի լնում։ Էդի հետո ինքը չէր կարող, էդի Շեղրն էր կանխեր, որովհետև ուր գնում էր, բոլորը գիտեին իրան։ Ահա։ Ուր գնում էր։ Այնտեղ կա ասած կապ։ Հիշում եք, որ բանում էլ որ Սա ուր դա ասում են, եթե եթե հանգարց ասեք, ձեր բանը կտրելու են։ Հա։ Որ հետո ինքն է անգնում ոստիկանություն։ Հա, որ ասեն կտրում ենք։ Հա, в общем, ձև չկա ինքն է ասել, պետք է կտրենք, ինքն ասում է, ո՞նց եմ ես ասեմ, բա ես դու չեմ ասել։ Այդ վաղտա ինքը ստուպրի մեջ ընկնում, այսինքն իր ու մարլա այդ վաղտ ինքը խոսում է, ինքը Տայլերը ասում, հիշում ես այդ պահը։ Հա։ Հենց այդ վաղտա լինում, որ կորմա չէ Բրեդ Պիտի կերպը ռիսկի։ Դու բերեցիր հիմա այնց արգումենտ, որ հիմնականում ամբողջ պատմությունը հորինված է մի կերպարի կողմից։ Հա։ Հա։ Դա շատ ուժեղ բան բերեցին քարը։ Կարամ նույն ձևը։ Հա, ու ինքը ինչի է դրան բերում, որովհետև իր սիրած ֆիլմերից մեկն էլ է տենց։ Որը։ Որ այդ остров Իդերը ուզում է, ես նոր էի ուզում ասել։ Հենց ինքը այդ տեխնել է տենց։ Սիստեմը։ հենց այդպես ասեց, ես մի անգամ ծծեցի остров Проклятых հիշե։ Նայեք, Հա, ինքը այդ նույն սիստեմով են գտնում։ այս Բայցովսկի կլուբ ասած ֆիլմը ինքը տալիս է հնարավորությունը տենց է մտածելու։ Եվ բարձել մտածելու։ Դաժե եթե դու ուզենաս, կարաս ռեալը Թայլերին տաս գույն ու կերպար ու բերես իրան որպես կենթանի կերպար։ Հա։ Շատ ուզենաս, կարաս իրան կառուցես այդպիսին ու Տայլերը դառնա տենց ինչ-որ մարդ, ով որ ստեղծել է մի աննորմալ բան, որին չի կարող կառավարի, Ահա։ ու որը դարձել է իրան իշխող։ Կայնի դու ուզում ես ասես կամ իմ մոտ այդ իդեան եկավ, պրոստը որ ինչ որ մի վերլուծությամբ մենք կարանք նայենք սենց, որ այդ ամբողջ պատմությունը ոչ թե հորինված է Ռասկաշիկի կողմից, այլ ընդհակառակը։ Տայլեր Ջորդանն է Ռասկաշիկին գազլայթինգի ենթարկում։ Ինքն է սախ շինում գլխին, Հա։ ու անհետանում, որ ինքը մտածի, որ ինքը բան ունի, ռազվայնի լիչնեսիոն է։ Դրա համար Տայլերը իտոգում պարզվում որ ինձ ինքն է։ Բայց կարա նաև հակառակը լինի, կարա իսկականից Տայլեր Ջորդանը մարդ լինի, որ պրոսեսից մի հատ հետաքրքիր բան է ֆրսել է Ռասկաշիկի գլխին։ Ես հիմա երկու բան կարամ ասեմ։ Մեկը այն, եթե բանի Ելենա Բոհեմ Կարտերի ռոպեները շատ լիներ կինոյում, կարելի էր երրորդ ալտերնատիվա էլ իր վրա հավաքել, որը տիրա տեսանկյունն է սա, իր պատկերացումներն է։ Մարլայի։ Հա, в принципе։ Մարլայի վրա կարելի էր հավաքել, որ ոչ ենկա, այդ ինքն է։ Դե տեսեք, բանը այդ էլի մոռացա անունները, Տայլերը մեկել։ Տայլեր Ջորդան Մարլա պիսած է։ Էդվարդ Բան, չէ, Նորտոն, հա։ Նորտոն։ Նորտոնը այստեղ Արցախի էր էթում բան, ծանր հիվանդների մոտ։ Ու ինչ էր փորձում ընդ գտներ։ Ուզում էր ծրվեր։ Ինքը չէր ուզում ծրվեր։ Ինքը ուզում էր կյանքին ինչ որ մի հատ իմաստ գտներ, ու ամենալավը ինքը կարողանում էր դա գտնել այն մարդկանց մոտ, ովքեր որ ել չունեն հնարավորություն, Ահա։ ապագա կառուցելու, ու իրանք խոսում են կյանքի իմաստից, թե ինչքան են իրանք ուզում ապրեն։ Դա իր համար կարևոր նյուանս էր, որովհետև այդ մարդիկ խոսում են ինչքան են ուզում ապրեն, իսկ ընդ գտնվում է մարդ, ով չի ուզում ապրի ու չի կարող հասկանա ոնց գտնի այդ իմաստը, որտեղ ապրի, որովհետև ինքը ռուտինայի մեջ ամեն օր նույն բանի մեջ է ապրում։ Ու չի ուզում այտենց ապրի։ Բայց երբ որ ինքնա մոտ սաղ փոխվեց ու սկսեցին մարդիկ ցկվել դեպի իրան, այդ իր ցինովա ստորոնը իր բացելուց սկսելուց։ Հա, իր մոտ էդի դարավ թազա վարակ, որից ինքը չէր կարողանում արդեն կտրվել։ Էդի սկսեց իշխել իր վրա։ Դրա համար էլ ինքը չէր էթում այդ մարդկանց մոտ։ Մի հատ լավ ֆիլմ կա տղեկ։ Այդ քո ասածից էդի հիշեցի։ Բրատյա Կոյենի ֆիլմերից է, կոչվում է Человек, которого не было։ Հա։ Ինչի մասին է։ Մի հատ այնց էլի օֆիսնի կլերկի մասին է, ով փաստացի գոյություն չունի, այն կարգի այնպես պլանկտոն վիճակում էր կյանքը, որ ինքը գոյություն չունի։ Ինքը մարդասպանություն է գործում,
բայց կասկածում են իր կնոջը։ Ու երբ որ ինքը խոսվում է, որ ինքն է արել, սա մտածում են, որ ինքը պրոստը կնոջն է պաշտպանում։ Այդ կարգի ինքը չկա այդ բարդը։ Ու այդ կերպարը սկսում է ավելի ու ավելի շատ ինչ-որ վատ բաներ անել։ Ու երբ որ իրան մահապատժի են ենթարկում, ֆիլմի ֆինալն է, ինքը էլեկտրական աթոռի վրա նստած ու այդպես մտքի մեջ խոսում է, մենք լսում ենք ու ինքը ասում է, որ ինքը չի փոշմանում ոչ մի բանի մասին, որովհետև առաջի անգամ իր կյանքում ինքը իր կյանքը հետաքրքրացավ ինչ-որ ձև։ Դու համարյա էլի նաև ասում ես ամերիկանский психопат։ Այո։ Տայնը ակնո։ Ակնո վատվոր միգուցե։ Ոչ մեկ պատմություն։ Տայնը ակնո։ Տայնը ակնո Ջոնի Դեպի։ Հա, չէ։ Մեկ էլ տուրտուրո։ Կստատի։ Տուրտուրո։ Պոլու իտալացի դերասան։ Բայց լավ բան մոմենտ ասեմ։ Հələ մի վարքյան, որը Ջոն Տուրտուրո։ Ջոն Տուրտուրոն ասք չէ՞։ Տուրտուրո, հա։ Ջոնի Դեպի հետ խաղացել, հա։ Տայնը ակնո։ Պիսացելի մասին, հա։ Բաշա Լիբոսկու մեջի Խեսուսը։ Բիլիարդի, հա, բոլինգիստ, հա։ Մերսեր, այդ ռազիլիայի մեջ է խաղում, ռազիլիայի մեջի բիձեն է դա։ Հա, չեմ։ Պինգվինի մեջ եմ ես իրան տեսել։ Պինգվինի մեջ էլ կա։ Չէ, պինգվինի մեջ ինքը չի, պինգվինի մեջ ուրիշ դերասան անունը չեմ հիշում, ինքը Բեթմենի մեջ կար։ Թե հակառակը։ Չէ, Բեթմենի մեջ ինքը կար, պինգվինի մեջ ուրիշ դերասան։ Հա, բայց նույն պերսոնաժը։ Հա։ Տայնը ակնոն էլ է, նույն պրինցիպով է, այսինքն չէ, գնես, տայնը ակնոն սենց է, պիսացել է ինչ որ գիրք է գրում, այդ գրքի մեջի կերպարը այնպես պրավդա падոպնի է, որ ինքը հայտնվում է իրականության մեջ։ Ու իտոգում ինչա դառնում, որ իրականության մեջ հայտնված կերպարը ու գրողը նույն մարդիկ են, բայց վերջում գրողը լրիվ ուրիշ կերպարով է հանդես գալիս ու ուրիշ ձևա совсем պրծնում կինոն։ Շատ տարօրինակ, որն է ճիշտը հիմա։ Գովազդային պահ մեր մոտ կարաք մեզ follow լնեք, կոմենտներ գրեք, մեր էջերին պատվիսկ ալնեք, օբշի պլանի մեջ բոլորիս նիկնեյմերը Instagram-ի եւ մնացած բաները կլինեն այստեղ։ Շարունակեք։ Ստե ես ուզում եմ ասեմ։ Տեսեք, դուք թվարկեցիք ֆիլմեր, որոնք պետք է որ յուրահատուկ լինեին, բայց մենք տվեցինք նմանատիպ սյուժետներ։ Հա, որոշակի կապող բան։ Ինչով է ստեղ Բայցովսկի կլուբը առանձնապես Չակ Պալանիկը յուրահատուկ, որ կարակ տակ նմանատիպ սյուժետներ, որը որ տալիս է Չակ Պալանիկը նույն։ Բայցովսկի կլուբի առումով կլինի Բայցովսկի կլուբ։ Խոսքը իմ ասածը ոչ թե նմանատիպ սյուժետների մասին էր, այլ նմանատիպ գաղափարի, որը դրված է սյուժետի մեջ։ Այսինքն այդ գաղափարի շուրջ ամեն ինչ կարող կառուցվի։ Դու կարդում ես ամենաառաջի բանը Раздвоение личности մասին գիրքը Странная история доктора Джекիլա եւ միստր Հայդը։ Մեծ հաշվով ինքը նույն Բայցովսկի կլուբն է։ Թեմայի իդեայի առումով։ Հա, բայց այնտեղ սյուժեն լրիվ ուրիշ է։ Բայց այնտեղ քեզ կոնկրետ տալիս է, որ ինքը Раздвоение личности է։ Իսկ ստե ինքը չի տալի, ինքը տալիս են պահը, որ դու ես որոշումը տենց է։ Ինչ որ վերջում է գալի, վերջի պահերին է գալի, էլի ընտրությունը։ Աբրես, պրինցիպի մեր այսքան խոսացածից կարելի է ենթադրել, որ ինքն ոչ թե քեզ պատասխանը տալիս է այդ Раздвоение личности-ը, թե չէ։ Ինքը էլ պատասխան չի տալիս։ Մեզ այսքան խոսալու տեղ է տալի, ալտերնատիվ բաներ տալի։ Որովհետև նույն Տայլերն էլ այդ աղջիկը է տեղել, նույն Նորտոնն էլ այդ աղջիկը է տեղել։ Խորանը կարող է պարզվել, որ այս ամբողջ ֆիլմի ամբողջ պատմությունը հորինել է Բոբը։ Բայց խիասի Բոբի պահը ուշադիր կլինես։ Բոբի պահը Բոբը մահանում է։ Մի կինոն բրցնում։ Քո Նորտոնը խոսում է։ Օպերատորը մահանում, կամերան ընկնում։ Նորտոնը խոսում է։ Բոբը ինչ հիվանդություն ուներ, բան։ Ռակիչկի, ճիշտ։ Ռակիչկի։ Մարդը ռակ ուներ։ Արա։ Բա։ Բոբը որ հետը խոսում է, ինքը ասում է ես մի հատ տեղ եմ եթում, որտեղ կտրվել եմ այս ամեն ինչից։ Ու ասում է ես էլ եմ ուզում գամ։ Ու ինքը թակում Բոբին ասում է որ գա։ Դրանից հետո բանը ասում է որ ես դեմ եմ թազա դեմքեր որ չպետք է լինեին։ Հա։ Ահա։ Իսկ մենք ուզում ենք դրանք թազա դեմքեր։
պատվիսկիկ ենք ուզում ենք որ շատ գան մեզ թազա դեմքերով Դա կոմենտներով մենակ մեզ չի պետք, դա բոլորին է պետք։ Հա ոնց որ Հրանտը մի անգամ ասեց մենք թեմաներ ընտրում ենք ոչ թե մեր ջեբից, այլ ձեր կոմենտներից բայց հələ որ մենք մեր ջեբից ենք ընտրում Մենք ինչ-որ լավ տրամաբանական ավարտի եկանք հələ չենք եկե փաստացի Մենք օրո ջոգում ես մենք տվել ենք ջոգում ես Բոբը Պալանիկն Մենք տվեցինք 4 ջոգում ես Բոբը հետարքիր Պալանիկը Այդպես բան չի կարա լինի այս պատմության մեջ, որովհետև նախ Պալանիկը չի ուզի, որովհետև ինի ուրիշ սորտ է։ Այն որ սես համոզված ասում եմ, էլի։ Դրա համար մենք տվեցինք դեպի մի 4 վերսիա, այս պատմության, որոնք որ բավականին Մի հատ բարձրաձայն են, որոնք է 4 վերսիաները։ ամենալավ վերսիան դա Էրնեստի բերած Раздвоенной личности վերսիան, որ ոչ մեկ չկա, մենակ ինքն է։ Պրոստը այնտեղ գլոբալ թեմաներին, երբ որ գալիս ենք, մենք կորցնում ենք իմաստը, Раздвоение ասելով, որ Ես բան մոռացա։ Այն բանի բիզնես շենքերը որ տարածում են։ Ատե էդի արդեն իմաստը կորում է, դե։ Բայց վստահ ես որ պայթում է։ Ապա դա էլ է հարց։ Նայ ամբողջ բանը գնում է նրան, որ իրանք անում էին վատ բաներ, արարքներ, վառում էին, տարածում էին բան, հասել էին դրան, որ ինչ որ բան էին ուզում փոխեին։ Ու եթե ինքը շիզիկա ինքը մի բան անելու էր։ Так что ատե sense ոնց որ բաց թել է մնում։ Sense թե բաց թել է մնում։ Դեպքը տեղի ունեցել հորինված թե չէ, ինքը իմաստը կկորեր։ Ամբողջությամբ ուղիղ նայել սա պատմությանը, էլի չի ստացվում։ Դե ամբողջությամբ ուղիղ նայել կարելի է նայել նենց ոնց մեզ ներկայացրել է Ֆինչերը կամ Պալանիկը։ Չես կարա։ Մեկը հարց խորանաս, ձախեթաս, աչեթաս։ Այսինքն հստակ քառակուսի նայես նենց ոնց ինքն է քեզ ասում։ Բառացիորեն։ Էդ էլ է տարբերակ։ Ես եթե նայես ուղակի բանի մասով, ես չեմ կարողանում անկեղծ սովորական դիտող։ Ես չեմ կարա, պրոստը տենց նայեմ։ Չէ, մենք էդի սուրված չենք կարող տենց։ Ինձ հետաքրքիր կլինի օրինակ սովորական նայողը ինչ կմտածի, ինչ կասի։ Սովորական նայողը Մենք դե դու որպես ֆիլմի հեղինակ, ֆիլմերի հեղինակ, էդի դու պետք է միշտ այդ հարցը քեզ տաս։ Միշտ ֆիլմ նայելուց դու պետք է քեզ հարցնես, այս պահին սովորական դիտողը ինչ պետք է մտածի։ Որովհետեւ կանաս նույնը դու քո ֆիլմերում անես։ Որ դու կանաս զգաս քո հանդիսատեսը որ պահին ինչ էմոցիա կզգա, որ պահին քո պատեքստը կբռնի, որ պահին չէ։ շատ սիրուն ավարտի եկանք։ Էսքի սենց։ Այսպեսով մենք ավարտենք Բայցովսկի կլուբի թեման։ Մի հատ բան բաց թողեցինք։ Դու չասացիր վերջը։ Ինչով է նման Բայցովսկի կլուբը Остров проклятых-ին։ Շատ պետք է խորանամ։ Okay, էդի խոսանք, երբ որ խոսանք Остров проклятых ֆիլմից։ Մի հատ էլ ինձ բան ասեք ու փակենք թեման։ Այն տարբերակը, որ ես առաջարկեցի, որ ոչ թե Раздвоенной личности ուներ Էդվարդ Նորտոնը, այլ Tyler Jordan-ը, որպես մարդ, Gaslighting էր անում կոնկրետ այս մարդուն։ Ստիպում էր ինքը մտածի, որ ինքը ունի Раздвоенной личности։ Ես այդտեղ դապալնյայուշի բան ունեմ։ Այ կներես, եթե հեսա ասած պիշի, ես ուզում եմ ինձ ասեք էդի որ ֆիլմի սցենարն է։ Ինչ որ մի ֆիլմ ես գիտեմ, որ ինչ որ մեկը հերոսին ստիպում է, որ մտածի, որ ինքը հոգեկան հիվանդ է։ Բանը Ջիմ Քերին ուներ այդպես կինո։ Կամեդիա էր ճիշտ է։ Раздвоенной личности ուներ ոնց որ։ Չէ։ Ясновая Իրան։ Ясновая Իրան։ Այնտեղ չես բան չէր։ Ինքը իրոք ունի Раздвоенной личности։ Հա մեկը մյուսին վնաս էր տալի։ Հա, բայց դա հետ կապ չունի։ Բայց դու իմացա հասկացար։ Սիրելի հանդիսատես։ Եթե դուք իմացա հասկացաք, խնդրում եմ մեկնաբանություններն ինձ օգնեք էլի։ Ասեք այդ որ ֆիլմն է, որ գիրքն է, կամ որ անիմեն է, կամ որ խաղն է, թեպուզ, որ մուլտիկն է։ Այդ սյուժեն ես միտեղ տեսել եմ։ Կիբերպանկը։ Կարա լինի։ Ուղղությունա ցույց տալի իրան։ Far Cry 3։ Դե ասա, ինչ էր ասում դե։ Tyler Jordan-ի պահը, որ դու ասում ես ինքն գազլայթինգ արել բան։ Ես պայտակ սկսեցի խորանալ նոր։ Այդ վաղտի ուզում էի ասեի, չասեցի, այդ վաղ սկսեցի խորանալ
իր աշխատանքների մեջ այնտեղ Նորտոնի կերպարը թվարկում է, չէ՞։ Ինչ է անում Տայլերը։ Ազատ ժամանակ։ Սապոնի արտադրություն, օֆիցիանտի գործ, մեկ էլ կինոյում կադրեր է դնում։ Արանքների կադրներն, ֆրեյմներն կտրում է, պորնո է դնում։ Ու ղժգաց վրա։ 25-րդ կադր։ Դա անում է, չէ՞, տենց ձեր բաներ։ Ու ես պայտակ խորացա։ Պորնո չէ։ Հա։ Պայտակ Երբ է հասցրեն Նորտոնի կերպար այդքան բան աշխատի։ Օֆիս, մատուցող, կինոթեատր, Ես չեմ կարծում ինքը աշխատել։ Սապոն։ Այդ ամեն ինչը։ Ոնց որ դու ես կարող իմ Ես չեմ կարծում ինքը այդքան է աշխատել է։ ակացի դրել է բանը։ Այդքանը իրան կարա ասած լինի Tyler Durden-ը։ Ու ես աշխատանը սենսից է, ինքն ֆիքսել է։ Իսկ Tyler Durden-ը արդեն գիտենք ով է։ Համել եկա մեզ տղա էր, սաղ կյանքի ընթացքում ինչեր կարող աներ։ Չեմ կարծում, դա մի քիչ տենց հետաքրքիր աշխատանքներ են շատակի։ Իսկ ինքը այդքան հետաքրքիր չէր։ Պերսոնաժ որպես այդպեսին։ Ով Տայլերը։ Չէ, ռասկաշիկը։ Հա, բանը Նորտոնը։ Ու գիտես ոնց, մի քիչ չէ։ Դա ինտերեսնի պահ կար, իր ռասկազը, այսինքն ինքը ոնց է ներկայացնում օրինակ Մարլային, ոնց է ներկայացնում Տայլերին, ոնց է ներկայացնում Բոբին։ Ո, կստացի, ուրիշ մարդու չի ներկայացնում ինքը։ Իր տնօրենի։ Նա չէ։ Տնօրենին ինքը չի ներկայացնում։ Համբալ է։ Տավայցավ։ Դու Դա կքրֆեր ժողովուրդ ջան, չքրֆեր։ մենք սահմանափակվենք, որովհետև կրակը հանգում է արդեն, մենք էլ հետը։ Նշանակում է մեր ոդկասթը, всё։ Հա, մեր պոդքասթը արդեն всё։ Եթե ունեք մտքեր, ունեք ցանկություններ, ինչ որ կոնկրետ բաների մասին, որ մենք խոսանք, կարեք գրեք մեկնաբանություններում, ցիտիկներ լույսը բացվում է, էլի մենք լույսու դեմ ենք նկարվում այստեղ։ Գրեք մեկնաբանություններում ձեր ցանկությունները, ինչ ֆիլմի կամ ֆիլմերի կամ սերիալների մասին հետ կապված ցանկություններ։ Ուզեք խոսանք, մենք քննարկենք, աբզոր անենք։ Եթե ինչ որ բան չեք հասկացեք, կարաք նույնպես գրել կոմենտ։ Լայքում եք, կոմենտում եք ու գալիս եք։ Խփիտոյթը։ Դու մի խփիտոյթը։ Էй Էսի չեղավ, էսի բձենով, դու ես անում։ Լավն է դա։ Վախի շուտ չէ, այդ քիչ առաջ դու արիր։ Լուրջ ես ասում։ Այդ ինչ էր, իշմար էիր անում, որ հելեք գնացեք ստեղից ախպեր։ Թողեք այդ համ քնեմ, հա։